Ну я тысячу раз обрывал провода, сам себя кричал, ухожу навсегда. Նայում напарникս կողքս չկա, համիկ Урես, ну я буду с тобой или буду один. Համիկս միամիտ կպաբաց հոսանքին, ու մութ երկնքում տեսանք նրա հոգին, դարձավ սայլուտ Дождем смывает все, что было, а наши годы навсегда. Надежна зона сторонила. Какая осень лагерях! Պետիկ, ձերդ կդրիլ է։ Արասկի պետիկի ձենը ընտրությունների են 10,000 դրամները չեն կարացել կտրել։ Պետիկի ձենը մենակ անգինան է կարում կտրել։ Դու մեգես վերցնում եմ կամ։ Լավ, նաչայնիկ, նիրու գայսա, շուտ կի շուտիմ։ Որից ռուսերինը սորորի բացվում արա, ոնց որ են կիսա գրագետ զարգացած ծյոցերից ելնեմ։ Արա ասում եմ կարող է կինոների մեջ գծերը որ ջնջում են, էդի ժամերն ա ոչ թե օրերը։ Մի տեսակ գծերը շատ ա, ոնց որ Զոնքաճիշ ճակատի կնջերներ ըլնի։ Նաչանիկ, հլե հեղը խոսը մեր օգտվեմ իմ զանգի հնարավորությունից։ Վերցրու, մի զանգ ունես ընդամենը։ Մի զանգ չի, վերջի զանգը անգրագ է։ Ալո, ոնց ով ա, պալտոյով կով ա։ Արա սիրում եմ էլի ես քենուս գլխին սես խաղալ։ Պետիկ դու դեպիլ ես։ Մի հատ հլը դունձի ասա, բա դեբիլը։ Կարար պատահական պենտագոնի էջը կոտրեր ընգներ Ֆեբերի ձեռը։ Կամ կարար իրա շեֆին պատահական գցեր կոմայի մեջ։ Դե փաստորեն դեբիլ եմ էլի։ Լավ դու գնա քո գործերով, որ ինձ հարցնող լինի ասա իրա մոտ ա պետը։ Արա ինչ անեմ է։ Կարող է պարապությունից բռնեմ բոքս պարապեմ։ Հետո որ ստեղից դուրս գամ, եթամ կնգաս մահվան վրեժը լուծեմ։ Արա բայց մի հատ պրոբլեմ կա, կնիկս հլը չի մեռը։ Լավ, մինչև շեֆը կոմայից դուրս գա, ինձ թվում է կսպանեն կնգաս։ Շեֆ, նաչալիկ, շեֆը կոմայից դուրս է, կաղ ապե։ Չէ, Դե մի բանով տվեք գլխին էլի կարող է քնածալ, արտնանա։ Թող էլի ցուցմունք տա, որ ես մեղ չունեմ, ելնեմ գնամ։ Կյանքիս լավագույն տարիները ստեղ անցավ։ Երեխեքիս է կարոտել եմ, եթամ հաստեմ ընտանիքից։ պետիկ դերասանություն մի արա։ Դե տեսած դե պատի վրա կամերա կա, ասի մի քիչ խաղամ։ Պատրաստվի, հեսա մոտդ մարդ են բերելու։ Ջան, արա դզեց։ Հեսա մի հատ սևամոր կբերեն, հետը կընկերանամ, պատի վրա մի հատ նկար կխփեմ, արա պատը կփորենք իրար հետ, կանալիզացիով կելնենք մետ կղզի, ընկերոջս էլ հետվա խաբար կանեմ, կասեմ, որ ազատվելու ունես, իմ պահածս փողերը հետըտ բեր, համեք ասեմ թողեթան կնգասել սպանի, որ կարանամ վրեժը լուծեմ, արա կամ էլ փոքր աղբորս կասեմ կգա մոտես, Մեջքին նակոլ կարած կլի ես տեի քարտեզը, իրար հետ կփախնենք։ Հետո չեմ իշում, հետո առաջի սեզոնն եմ նայել։ Հարգանքներս։ Ապե դու ինձ ճանաչում ես վաբշե, որ մտած չմտած հարգանքներ ես ցուցաբերում։ Կարող ես վաբշե պետք չի հարգել։ Լավ, ապե, պարզ է։ Парши петика, տիկտու по жизни։ Բա ապե ջան, ես ռուսերեն խոսում։ Ես իմ ապը, կինոներում եմ տեսել։ Համի դու վաբշե շատ ես հարցեր տալի, դու երկրորդ յարուս կքնես։ Բայց դե երկրորդ յարուս չկա։ Արա հա, ճիշտ ապը։ Բայց դի կապ չունի ապեին բերանից բանա էլ է տես պտի լինի։ Այսօր ապե ցած կպահեմ երկրորդ յարուս կքնես, Ինչև տենակ ինչ ալու։
Արա ապե, ես դե երկար չեմ մնա։ Լավ էլի խնդրում եմ մի քիչ է մնա էլի ապեր։ Մինչև շեֆս կոմայից դուրս գա ցուսմուկ տա։ Համելը մի րոպե, մի երկու հարց կա քեզի տալու։ Պատին ասենք գնդակա նկարած։ Ասեմ գոր խփի։ Ինչ պետք է անես։ Պաստու խփեմ։ Ես լավ էլ պատրաստված ես, հա եկե։ Բարթաստուն ենք հիմա։ Ասենք լամպուշկեն փչացել, հա։ Դու էլ Փիլակյանը բռնել ես, որ չընկնեմ։ Ասեմ գնա ինձի կատերը բեր, որ լամպուշկեն սարքեմ, ինչ պետք է անես։ Կգնամ կբերեմ, որ մթության մեջ չմնանք։ Հոպ, այստեղ ու բռնվար։ Այդ որ թողես ինձի աստիճանից ընկնեմ, ես լավերի քցում ես արա։ Ապե էլ ներող կլնես, անունդ ինչ հա։ Պետո, բայց ինձ ես պատերի ներսում ասում են Պետո Ֆազանովսկի։ Ով ա ասում։ Ես ապեր, ես ինձ մականուն եմ դրել, որ տեղը բերեմ։ Դե ուրեմն լսի արա պետո։ Եթե մի քիչ երկար խոսաս, հաստատ ստեիցդ մի տեղ ջարդած ես դու դուրս գալու։ Արա լսի պետիկը, որ ստոլբից ընկավ, սկեյտվախ բան չի կոտրե։ Պետոն, որ ավտոյի տակ ընկավ, սաղ ներքին օրգանները պայթել էր, բայց ոչ մի տեղը չէր կոտրե, ապեր ջան։ Հալա պետիկ, դուրս արի, տնորենը դուրս է եկել կոմայից, ու ցուսմուկ չի տալի։ Ապեր, ես հիմա դուրս եմ գալի, բայց հուսով եմ քեզ դաս եղավ, որ աշկովս տվի այդ բռուցքը ճղի։ Ընդել տղեկին որ տենաս, կասես պետիկ Ֆազանովսկին բարևում էր։